Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն, Հայր մեր, որ հերկինս ես, Սուրբ եկեցի անուն քո, եկեցե արքայություն քո, եկեցին գամ քո որպես հերկինս եւ հերկրի, հսած մեր հանապազորդ տուր մեզ այսօր, եւ թող մեզ սպարդիս մեր, որպես եւ մեկ թողունք մերոց պարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն այլ փրկյազ մեզի չարե, Զիքոյ արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս ամեն իմաստություն հոր Հիսուս տուր մեզ իմաստություն բարին խորհել խոսել եւ գործել քո առաջ ամեն ժամ եւ չար խորհուրդներից խոսքերից ու գործերից փրկիր մեզ եւ ողորմիր քո արարածներին եւ ինձ բազմամեղիս նստեք սիրելիներ բարի եկեք թող Տեր օրհնի բոլորիս իր խաղաղության ու սիրո մեջ պահի Մեր կյանքի մեջ շատ կարևոր է, որպեսզի մենք նաև ճշմարտությունը հասկանանք, թե մենք ում եւ ինչպես ենք լսում եւ ինչ են մեզ ուզում փոխանցել այս աշխարհի մեջ։ Ցավոք սրտի աշխարհում այսօր սուտ այնքան շատ է տարածված, որ մարդիկ ճշմարտությունը սուտ այլևս չեն կարողանում տարանջատել։ Երբեմն ժամանակի ընթացքում մեղքը այնքան պիտի մարդկանց կյանքի մեջ շատանա, որ մարդկանց պիտի դա մարդու բնական վիճակն է, այդպես էլ մարդը պիտի ապրեր, եւ դրա համար է, որ մեր կյանքի մեջ բազում խնդիրներ կան, երբ որ մարդը իր հոգու աչքերը փակում եւ չի կարողում ճշմարտությանը հասու լինել։ Մենք այսօր պիտի շարունակենք Թեսաղոնիկեցին ուղղված երկրորդ նամակը, առաջին նամակը, երկրորդ գլխի առաջին 8 համարները պիտի սերտենք եւ պիտի տեսնենք այդ լուրերի մասին, թե ինչ կեղծ լուրեր էին տարածվում, ինչպես է մինչև այսօր այդ կեղծ լուրերը տարածվում մարդկանց կյանքի մեջ, որpիսի հատկապես մարդիկ ճշմարտությունից հեռանան, ճշմարիտ հավատքը թողեն, այլև այլ սովորությունների, կարգ ու կանոնների, ավանդույթների հետևից ընկնելով ճշմարտությունից հեռանան եւ չկարողանան հավիտենական կյանքը իրենց կյանքի մեջ իրականություն դարձնել։ Ուրեմն այսօրվա երկրորդ գլխի առաջին համարը։ Եղբայրներ, դուք ինքներդ գիտեք, որ իզուր չեղավ մեր մուտքը ձեր մեջ։ Հիշում եք, անցյալ անգամ Պողոս առաքյալ առաջին գլխի մեջ շնորհակալություն էր հայտնում, գովում էր Թեսաղոնիկեցիներին իրենց հավատքի կյանքով ապրել այդ առաքինությունը, որ ինչքան կարևոր տեղ ուներ հավատքը, հույսը, սերը Տիրոջ հանդեպ նրանց ներկայությամբ։ Հիմա տեսեք, ասում եմ, մեր մուտքը, ասում է, պատահական է կամ անպետք չեղավ, էլի, արդյունավոր եղավ ձեր մեջ։ Ինչ էր տեղի ունենում, սիրելիներ։ Հրյաները, ովքեր ապրում էին Թեսաղոնիկեում, կեղծ լուրեր էին տարածում Պետրոս առաքյալի, Շիղա եւ Տիմոթեոսի մասին, որ այս մարդիկ շարլատաններ են, ստախոսներ են եւ իրենց ամբողջ նպատակը ոչ թե ձեզ ինչ որ բան սովորեցնելն է, այլ փող աշխատելն է։ Դրամի համար են իրենք եկել այդտեղ քարոզելու։ Գիտեք հնում ինչ էր տեղ ունենում։ Հնում կային փիլիսոփաներ կամ այսօր էլ թուղթ ու գիրանողները կան, չէ, բախտագուշակները կան, որ մարդկանց խափում էին, ինչ որ ուզում են մարդիկ լսել, զուտ փողի համար, իրենց գումար աշխատելու համար, մարդկանց սուտ հույսեր են տալիս ու խափում են։ Հիմա այս մարդիկ առաքյաների մասին լուրեր էին տարածել, որ իրենց նպատակը ձեզանից դրամ հավաքելն էր եւ ոչ մի արդյունք էլ չկա, ամեն ինչ սուտ է, իրենք չեն եկել այլ բան փոխանցելու ձեզ։ Գիտեք ինչպես էր տեղ ունում առաքյաների քարոզչությունը 12 երբ որ ծրվեցին ամբողջ աշխարհով առաջին բանը որ գնում էին ուր էին գնում հрьяաների սինագոգները չէ ժողովատեղիները որպեսզի այնտեղ ճշմարտությունը քարոզեին եւ քանի որ իրենք հрьяաների մեծ մասը այդ ժամանակ չէր ընդունում Հիսուսին եւ ամեն տեսակ մեսիայի մասին քարոզչություն սխալ էին համարում որոնք պետք է կեղծ լուրեր տարածեին առաքյաների մասին որ այս մարդիկ մեկ նպատակ ունեն ձեզանից փող հավաքելու ձեր դրամները տարածելու Եվ թե հрьяաները, որ կորցնում են իրենց հետևորդներին, թե հեթանոսները, որ թողնում են մեղանչավոր կյանքը, մեղանչական կյանքը, կուրքերին պաշտելը դառնում են դեպի Քրիստոս, ամեն ինչ անում են, որպեսզի մարդիկ նորից վերադառնան իրենց հին հավատալիքներին։ Հիմա տեսեք, 21-րդ դարում այս նույն գործընթացը կա թե չկա։ Կա թե չկա։ Այսօր ինչ են ասում, որ գիտությունը զարգացել է, այլևս հավատքի կամ Աստծո դարը չէ։ Գիտությունը այնքան առաջ է գնացել, որ հերիք է մարդկանց այդ հեքիաթներով խաբեք։ Այս Աստվածաշունչը հեքիաթները, գեղեցիկ հորինված պատմությունը, թողեք այդ ամենը, ձեր կյանքը վայելեք։ Գրեթե թվում է, թե մեզ հաճելի բաներ են ասում, բայց նպատակը մեկն է՝ մարդու հոգու ազատագրումը հետաձգել եւ մարդուն թողնել մեղքի մեջ։ Այո, ինչքան որ կյանքը մեր զարգանում է, ինչքան որ աշխարհը առաջընթաց է գրանցում, բայց ցավը, վիշտը, պատերազմը մեր կյանքից չի դադարել։
Մարդիկ այսօր ավելի շատ տխուր են, վախի մեջ են ապրում, անորոշության մեջ են ապրում, քան իրենց ուրախության մեջ են ապրում, քան իրենց երջանկություն են կարողանում վայելել, որովհետև ամեն վայրկյան կարող է այս ամենը մեր կյանքի մեջ խաթարել։ Ուրեմն ինչքան զարգացնում է աշխարհը, ինչքան գիտություն առաջընթաց է գնում, ինչքան որ կյանքը հեշտանում է նյութապես կամ ֆիզիկապես մարդու համար, մարդու հոգևոր կյանքը սկսում է կաղալ։ Երբ որ դուք նայեք, մենք ինչ ենք անում, ամեն սերունդ իրենց հետո եկող սերնդին մեղադրում է, չէ՞ որ մեր ժամանակ այսպես չէր, դուք հիմա ավելի այսպես եք ապրում, այսինքն մենք ամեն անգամ տեսնում ենք, չէ՞ որ նոր սերունդը հեռանում է ճշմարտությունից։ Օրինակ, այսօր շատ հաճախ տեսնում եմ, որ մեծերի հանդեպ հարգանք չկա։ Երիտասարդները կարող են մեծերի հետ բղավելով խոսել, բարձր խոսել, արհամարանքով խոսել, կտեսնես, որ մեծերն էլ անդադար երիտասարդներին քննադատում են, թե այսինչ սերունդը, այսինչ ձև են մեծանում, բայց որևէ մեկը չի ուզում այդ հաշտության եզրը գտնել ու հասկանալ ինչն է խանգարում, որ այս խնդիրը կա մեր կյանքի մեջ։ Եվ վերջապես թե մեծերը, թե երիտասարդները այսօր անտարբեր են ամեն ինչի հանդեպ։ Իրենց միայն հետաքրքրում է ինչ իրենց օգուտ է այս պահին անել, մնացած այլևս իրենց չի հետաքրքրում։ Ուրեմն այնպես էլ այս ձևով ժամանակին այս քարոզչություններ տանում, որպեսզի մարդիկ ճշմարտությունից հեռանան։ Հիմա տեսեք, այստեղ ասում եմ մեր մուտքը ձեր մեջ, ասում է հենց այնպես չեղավ, իզուր չեղավ։ Ինչու է սա ասում, որ շեշտելու համար, որ Աստծո խոսքը երբեք չի կարող անպտուղ լինել։ Հիմա տեսեք, անձրևի կաթիլը որտեղ որ կաթա, այնտեղ կյանք կա, չէ՞, այսինքն անպայման ինչ որ մի բան պիտի կանանչի։ Ուրեմն այնպես էլ Աստծո խոսքը որտեղ որ քարոզվեց, որտեղ որ խոսեց, երբեք չի կարող անպտուղ լինել։ Ընդամենը 3 շաբաթ էր Պողոս Սարաքյալը քարոզել, հիշում եք Թեսաղոնիկեում, եւ գնացել էր։ Եվ հրեաները սա էլ էին օգտագործում, որ տեսեք 3 շաբաթ քարոզեցին ու փախան, ձեզ խաբեցին, մոլորեցրեցին, հեռացրեցին ճշմարություն, հեռացան։ Ուրեմն այս մարդիկ սուտ են եւ իրենց նպատակը մեկ բան էր՝ ձեզանից գումար հավաքելը։ Ուրեմն հոգեվոր կյանքի մեջ այդպես էլ կարող է լինել, սինը շատ հաճախ մարդիկ կարող են Աստծո խոսք օգտագործել իրենց անձնական պետքերի համար, քիչ հետո հաջորդ համարի մեջ կտեսնենք, բայց ամենակարևորը մեր խոսելն է եւ երբ որ հիմա ես էլ նայում եմ թե 15 տարի առաջ ինչպես էր Դիլիջանում հոգեվոր կյանք, ինչպես այսօր, սարեր ձորերի տարբերություն կա, որովհետեւ շատ հաճախ մարդիկ այն ժամանակ չէին լսել, չգիտեին, ծանոթ չէին, սուրբ գիրքը չէին կարդացել, երբ որ տեսնում ես կամած ինչքան բան է փոխվում, օրինակ ես այսօր ուրախանում եմ, որ որևէ առիթի որ լինում եմ, աղոթք եմ անում, հենց խաչակնքվում են, բոլորս միասին ինձ հետ խաչակնքվում են։ Առաջ մարդիկ վախենում են, իրար նայում են, տեսնեն ով է խաչակնքվում կամ ճիշտ են խաչակնքվում, սխալ են խաչակնքվում, չեն վախենում ասել ամեն, չեն վախենում ասել, որ իրենք հավատում են։ Ուրեմն անապատ վայրում անգամ, երբ որ դու Աստծո խոսքը սերմանես, անպայման ինքը կյանք պիտի տա։ Եվ սա նաև մեզ է ուղղված, որ մենք էլ որևէ տեղում երբ որ հայտնվում ենք, սիրելիներ, մի վախեցեք խոսել ձեր հավատքի մասին։ Մեկ բառ կարող եք ասել, ձեզ թվա թե այդ պայն ծիծաղացին անցավ, բայց այնտեղ կլինի հատկապես մեկը, ում այդ խոսքը իր սրտին կկպնի։ Եվ ինքը հենց այդ խոսքին էր սպասել, որ դուք իրեն ասեք, որպեսզի ինքը հավատքի կյանքի մեջ առաջընթաց ունենա։ Դրա համար Պողոս Սարաքյալն ասում է, եղբայրն ու ինքներդ գիտեք, որ իզուր չեղավ մեր մուտքը ձեր մեջ։ Հենց այնպես չեկանք։ Այդ 3 շաբաթվա մեջ շատ մարդիկ հավատացին, ընդունեցին եւ այդպես էլ ապրում են։ Երկրորդ համարը, սիրելիներ, այլ նախապես չարչարվելով եւ անարգվելով Փիլիպպեում, ինչ որ դուք էլ գիտեք, մեր Աստծով համարձակվեցինք պատմել ձեզ Աստծո ավետարանը մեծ ընդդիմության հանդիպելով։ Տեսեք ինչ է ասում Պողոս Սարաքյալը։ Նախ ասում է չարչարվեցինք, անարգվեցինք Փիլիպպեում։ Ուրեմն այս մասին կարող եք կարդալ, երբ որ տուն գնաք, բացեք Գործք առաքելոց գիրքը 16-րդ գլխում կարդաք։ Ուրեմն ինչ է նկարվում, երբ որ Պողոս Սարաքյալը եկավ Փիլիպպե քաղաք, մենք Փիլիպպեցնի նամակը հիշում եք, ընթերցել ենք, սովորել ենք։ Ուրեմն այն ժամանակ կային քաղաքներ, որտեղ չկար սինագոգներ, ժողովարաններ եւ որտեղ էին հավաքում հрьяաները։ Մտածել եք, երբ որ միտեղ եկեղեցի չունեն հավաքատեղ, որտեղ կարող էին հավաքվել։ Չէ, ուրեմն իրանք միշտ մշտական տեղ ունեն, որտեղ հрьяաներ կային, իրենք գիտեն շաբաթ օրը ժամը 10-ին պիտի լինեն գետաբերանում, այսինքն գետի ափին հավաքվում են այնտեղ։ Ուրեմն երբ որ Փիլիպպեում չկար ժողովարան, ասում է Պողոս Սարաքյալը գնաց գետափ։ Այնտեղ հանդիպեց մի խումբ հավատացյալ պարկեշտ կանայք, ովքեր աղոթք են անում, նրանց մեջ էր նաև Լիդիա անունով շատ առաքինի պարկեշտ մի կին, ով հավատաց, ընդունեց իր տունը հրավիրեց եւ այդտեղ կամած հավաքվեցին մարդիկ Աստծո խոսքը լսելու։ Ուրեմն այնտեղ մի կին կար, սիրելիներ, որ տեսեք այս առաջին համարը շատ կապված է, մի աղջիկ կար, որ գուշակություններ էր անում, փող էր աշխատում։
Եվ սա երբ որ տեսնում էր Պետրոս Պողոս առաքյալն, ասում էր, սա Հիսուս Քրիստոսի մասին է խոսում, սա առաքյալը, ասում է, այնքան համը հանեց, որ Պետրոս առաքյալը զայրացավ, ասեց, ով չար ոգի, դուրսար այս աղջկա միջից։ Եվ ասում է, որ դուրս եկավ, այս աղջիկ ազատագրվեց, եւ սրա տերերը տեսան, որ իրենց եկամտի աղբյուրը կորավ, այսինքն այն ժամանակվա բախտագուշակներ, դևը չարագուշակություններով մարդկանց խափում էին, փող էին աշխատում, հարձակվեցին, Պողոս առաքյալին շիղային ծեծեցին, կանչեցին իշխանը, բանտարկեցին, բռնել տվեցին, որ այս մարդը ինքը հրյա է, եկել այստեղ սուտ բաներ է խոսում, մեր աստվածների դեմ է մեզ անում, եւ Պողոս առաքյալին մյուսներին բանտարկեցին։ Երբ որ բանտում փակված էր Պողոս առաքյալը, այնքան գեղեցիկ այդ հատվածը, ասում է գիշերը երկրաշարժ եղավ։ Բոլոր դռները բացվեցին բանտի եւ ասում է բանտապետը վազելով եկավ, մտածեց բոլոր կալանավորները փախել են, սուրը քաշեց, որ ինքն իրեն սպան, որտեվ անպատվություն էր սպայի համար, հատկապես բանտապետի եւ կալանավորը փախչեր։ Եվ Պողոս առաքյալն ասում է մենք այստեղ ենք եւ ասում է բանտապետը լույս ուզեց, տեսա, որ բոլոր կալանավորները տեղում են, ասում է ծնկի իջավ, Պողոս առաքյալը արդյոք ասեց ինչ անեմ, որ ես փրկվեմ, ասեց ընդունիր Աստծո խոսքը, եւ ընդունեց, իր տուն հրավիրեց, ամբողջ իր տունը մկրտվեց, հավատացին եւ հաջորդ օրը հրաման ուղարկեցին իշխանավորները Փիլիպպե, որ այդ մարդկանց ազատ արձակի։ Տեսեք Պողոս առաքյալն ասում է, ինչու մեզի բացահայտ ծեծեցին, իբրև Ռոմեի քաղաքացիներ բանտարկեցին, հիմա ուզում են, որ մենք թաքուն փախնենք այստեղից, եւ ասում է, երբ որ լսեցին, որ Պողոս առաքյալը Ռոմի քաղաքացի է, վախեցան, եկան իրենք մեջուկով բանտից ազատեցին եւ ճանապարհ դրեցին։ Ու տեսեք այս պատմությունը Փիլիպպեի նախապես չարչարվեցին, տանջվեցին Աստծո խոսքը, լավ ծեծվեցին, բանտարկվեցին, բայց չվախեցան Աստծո։ Եվ այնտեղից եկան Թեսաղոնիկի, այստեղ էլ ծեծվեցին, գնացին Բերիա եւ այստեղ հետո Մակեդոնիա ամբողջ այդ տարածաշրջանը քարոզելու համար։ Բայց այստեղ ինչ կարևոր տող կա, ասում է, դրանից հետո մեր Աստծով համարձակվեցինք պատմել ձեզ Աստծո ավետարանը։ Ուրեմն հալածանքներից հետո իրենք ավելի համարձակ, ավելի քաջ դարձան։ Տեսեք, երբ որ մարդը ինչ որ բանի համար իրեն ծեծում ես, բանտարկում ես, այսօր ոնց է, չէ՞, մարդիկ վախում են, լռում են, որ հանկարծ իրենց այլ բաներ չպատահի։ Բայց Պողոս առաքյալն ասում է, մենք հակառակը ավելի ուժեղ դարձանք, համարձակ դարձանք։ Քանի տեսակի քաջություն կա մեր կյանքի մեջ։ Ինչպիսի քաջություն կա, չէ՞, երկու տեսակ, չէ՞, մեկը որ բնական քաջություն է, քո ֆիզիկական քաջություն ունես, երկրորդը աստվածային քաջությունն է, սիրելիներ։ Ուրեմն ֆիզիկական քաջություն կարող են շատ մարդիկ հասնել մարզվելով, գնալու մարզադաշտում, մարզասրա այսօր հատկապես շատ լավ ստեղծված մարզագույք կա, որ դու կարող ես շատ ուժեղ լինել, բայց դրա հետ մեկտեղ դու կարող ես աստվածային քաջություն, դու վախկոտ լինել, գեղեցիկ ֆիզիկական մկաններով լավ մարմին ունենալ, բայց հոգևոր վախ ունենաս քո մեջ, հատկապես ինչ որ բան անել, օրինակ պատերազմի դաշտ չգնալու, վախենալու հայրենիքի համար կռվելու, վախելու ճշմարտություն ասելու։ Եվ այստեղ Պողոս առաքյալն ասում է, մենք Աստծով ավելի քաջ ու համարձակ դարձանք։ Այն մարդը, ով որ Աստծով համարձակ է դառնում, ինքը այլևս կորուստների մասին չի մտածում, սիրելիներ։ Ինքը գնում է դիտավորյալ հասնելու ճշմարտության։ Այդ ես միշտ պատերազմի օրինակը բերում եմ, երբ որ տղաները զոհվեցին շատերը, դա մեծ մասի իրենց որոշումներ, իրենք կարող էին փախչել, իրենք կարող են իրենց դիրքը թողնել ու հետ վերադառնալ, բայց իրենք այնքան քաջություն, հոգևոր համարձակություն ունեն արդեն, որ մահվանը դեմ կանգնելու այդ սխրանքը գործեցին, չվախենալով իրենց կյանքը զոհաբերելու, իրենց ծնողներին մենակ թողնել, իրենց սիրած աղջկան արցունքներով թողնել, չվախեցան։ Սա աստվածային քաջությունն է, սիրելիներ, որ մարդը կարող է հասնել մեն խոր հավատք ունենալով, որ այս կյանքում ոչնչից չվախենաս։ Ինչն է մեր համար այս կյանքում ամենաամոթը, չէ՞, մեր պատիվը, որ մենք կարող ենք կորցնել, չէ՞, ունեցվածքն էլ կարող ենք վերականգնել, կորուստն էլ կարող ենք ունենալ, զավակ կորցնելու դու կարող ես զավակ ունենալ, բայց երբ որ պատիվդ կորցրեցիր, շատ դժվար է այդ պատիվը վերականգնել։ Մի օր կրակը, պատիվը, ասում է իրանք հարազատ եղբայրներ էին, ընկերներ էին, եւ մի օր ստիպած էին բաժանվելու։ Եվ ասում է, բա ոնց պիտի անենք, ոնց պիտի իրար գտնենք։ Կրակն ասում է, որտեղ որ ծուխ տեսնեք, իմացեք ես այնտեղ եմ, ինձ կգտնեք։ Ջուրն ասում է, որտեղ կանաչ տեսնեք, իմացեք այնտեղ եմ, նրա տակ եմ, ինձ այնտեղ կգտնեք։ Պատիվը լռում է, ասում է, ինչու ես լռում։ Ասում է, աշխատեք ինձ չկորցնել, եթե մեկ անգամ կորցրեցիք, այլևս չեք կարող գտնել։ Ուրեմն այս աստվածային քաջությունը սա է տալիս, որ դու քո մարդկային պատիվը, Աստծո հետ քո ունեցած նմանությունը, սրբությունը չկորցնես։ Եվ դրա համար ասում եմ, մենք այդ մեր Աստծով համարձակվեցինք պատմել ձեզ Աստծո ավետարանը,
մեծ ընդդիմության հանդիպելով, այսինքն իմանալով, որ Թեսաղոնիկը իրենց չպիտի ունի։ Հիշում եք, այնտեղ էլ եկան, քաշ տվեցին Առաքյանին, գիշերով Պողոս Առաքյանին մյուս փախցրեցին Թեսաղոնիցից Բերիա տանելով։ Ուրեմն ինչքան հանդիմանություն կար, ինչքան ընդդիմություն կար, բայց Պողոս Առաքյալը չվախեցավ։ Այնպես էլ մեր կյանքի մեջ ոչ թե ուղղակի մենք կարող ենք երբեմն մարդիկ ելեն, այսպես են մեկի երեսին մետ այսպեսի խոսք ասեն, հասնում էր իրեն, այս ճշմարտություն պիտի երեսին ասեմ, բայց դուք իմանաս ինչի համար ուրեցիր երեսին ասել այդ ամենը։ Կա որ նվաստացնելու համար ես ասում, կա որ խայտարակելու համար ես ասում, բայց նաև կա որ դու այդ մարդու փրկության համար ես այդ խոսքը ասում։ Ուրեմն պիտի զանազանես քո ասած խոսքը այս մարդուն փրկություն պիտի բերի, թե այս մարդուն հակառակը ավելի վատ վիճակի մեջ պիտի դնի։ Երրորդ համարը, որովհետև մեր հորդորը ոչ մոլորությունից է, ոչ պղծությունից եւ ոչ էլ նենգամտությունից։ Ուրեմն մոլորություն, պղծություն, նենգամտություն, ասում եմ մեր արած գործը, մեր քարոզչությունը այս նպատակով չէր, սիրելիներ։ Ինչ է սա նշանակում։ Ուրեմն արդեն ասացի ձեզ, որ կայսրության տարածքում հատկապես ռոմեական կայսրության մեջ կային փիլիսոփաներ, որ գնում են մարդկանց սուտ բաներ են խոսում, ոգևորում են, պատմում են, մեծ դրամներ են աշխատում։ Հիմա ասում եմ մենք ինչ որ եկել ենք, հորդորել ենք, քարոզել ենք ձեզ, դա մոլորություն չէր, պղծություն չէր եւ ոչ էլ նենգամտություն, այսինքն ձեզ դիտավորյալ եկել ենք խաբելու, մորոլեցնելու։ Ուրեմն եւ այս մարդիկ, հрьяաները, այս օգտագործում են, որ իրենք եկել են դրամի համար ձեզ քարոզելու, խաբում են մարդկանց մասին սուտ լուրեր էին տարածում։ Ինչ ուրիշ բաներ կա մեր կյանքի մեջ, որ այսօր բեդ կարող ենք համեմատել, սիրելիներ։ Տեսեք, շատ հաճախ կհանդիպեք մարդկանց, ովքեր կասեն, որ հոգևորականները կամ քրիստոնյա քարոզիչները խաբում են ձեզ, մոլորեցնում են ձեզ, այդպիսի բան այսօր չկա եւ տարբեր պատմություններ կարող են հորինել։ Ուրեմն անցյալ օր այսպիսի մի խոսում, որ եկեղեցին այսպես ասեմ, նայեք, եկեղեցին երբեք չի սխալվում։ Հոգևորական անհատը կարող է սխալվել, մարդը կարող է սխալվել, բայց ոչ եկեղեցին, ոչ ճշմարիտ վարդապետությունը։ Հիմա եթե մենք այդպես նայենք, սիրելիներ, Հուդան էլ առաքյալ էր, չէ՞։ Հիսուսի ընտրյաց 12-ից մեկն էր, մեղք գործեց, շատ մեծ հանցանք գործեց, բայց դրանից մյուս առաքյալները հո ավելի վատը չդարձան, ավելի զորավոր դարձան, այսինքն մեկ հոգի կարող է լինել մեր կյանքի մեջ։ Մենք ժողովուրդ ասում ենք չկա գյուղ, որ շունչը լինի, այսինքն այդ մեկ շան պատճառով չի որ ամբողջ գյուղը վատն է կամ այդ ժողովուրդը վատն են։ Երբեմն ասում են, «Էս ինչ ազգ է», ազգին չի կարելի մեկի սխալով համեմատել, սա մեծ սխալ է, սիրելիներ։ Մեր հավաքական կերպարը վատը չէ, մեր ազգը շատ լավն է։ Կան մարդիկ, կան ժամանակներ, շատ վատ մարդիկ հայտնվում մեր կյանքի մեջ, բայց հենց մեր ազգի որակը, մեր ազգի ստեղծած մշակույթը, հավատքի պահպանությունը, գործը չի տուժում։ Այնպես էլ առաքյալների պարագային, երբ որ հрьяաները այդպիսի սուտ լուրեր էին տարածում եւ մարդկանց համոզում են, որ Պողոս Առաքյալն էր այդ փիլիսոփաներից մեկն է, ինքը մոլորություն, պղծություն եւ սեռական ազատություն է քարոզում, հեռու մնացեք, որովհետեւ փիլիսոփան ասում են, ինչ ուզում եք արեք։ Հիշում եք այդ ժամանակաշրջանում ռոմեական կայսրության մեջ շատ այլասերված կյանք էր, բոլոր տեսակի սեռական ցանկություններով մարդիկ ապրում էին, ազատ, ով ինչ ուզում էր, նույնիսկ մարդիկ կենդանիների հետ էին հարաբերվում, բայց սա առաքյալը չէր քարոզում, մարդիկ խաբում էին, որ առաքյալները այսպիսի բաներ են քարոզում, դուք իրենցից հեռու մնացեք։ Եվ տեսեք, Պողոս Առաքյալի ամբողջ նպատակը ինչ էր, ասում եմ, մենք խոսքը չեկանք նենգությամբ, մոլորությամբ, ասում եմ, մեր նպատակը քարոզչության ապաշխարությունն էր։ Մարդկանց հրավիրում էր ապաշխարության, որպեսզի մարդիկ փոխեն իրենց կենցաղը, վերադառնային դեպի Հիսուս Քրիստոս փրկվելու համար։ Եվ տեսեք, այսօր երբ որ մենք խոսում ենք որևէ մեկին ապաշխարության, ասում են, դրա ժամանակը չկա, հերիք է մեր երեխեքի գլուխը հիմար բաներով լցնեք, հերիք է կամ շատ մարդիկ ուզում են այսօր եկեղեցի գալ, ամուսինները թույլ չեն տալիս կամ ծնողներն իրենց երեխաներին թույլ չեն տալի, որ գնաք այնտեղ մի հիմար բան կսովորեք, կգաք այստեղ ձեր խելքը կգցեք։ Նույն բաներն են խոսում։ Եթե նրանք փիլիսոփաներ են, թշնամի են Քրիստոսին, անում էին, մենք այսօր քրիստոնյա լինելով հանդերձ ենք այդ ամեն անում։ Մենք վախենում ենք մեր երեխաներին թույլ տալ, որպեսզի իրենք Աստվածաշունչ կարդան, հասկանան, որն է իրենց նպատակը այս կյանքում, ինչ է սպասում իրենց այս կյանքի ավարտից հետո, լավ, բոլորիս էլ հետաքրքրում է, չէ՞, մենք մահից հետո մեզ ինչ է սպասում, բայց ոչ ոք չի ուզում հետ հասկանալ իրականությունը, դա հորինվածք է, թե ճշմարիտ պատմություն է, ոչ մեկ չի ուզում այդ ամենը հասկանալ։ Դրա համար Պողոս Առաքյալը ասում է, որ մեր նպատակը ապաշխարությամբ դեպի փրկություն բերել Հիսուս Քրիստոսով։ Նրանք մաքուր հոգով գնացին Թեսաղոնիկե քաղաք քարոզելու եւ նրանց միակ օգուտը մարդկանց ազատագրումն էր մեղքից։ Իմ օգուտը, սիրելիներ, մեծ դալիճ լցնելը չէ։
շատ մարդ եկեղեցուն լինելը դեռ որակի մասին չի խոսում։ Ես իմ նպատակը շատ մարդ բերելը չէ, որ մարդ ասեմ, տեսեք, այսքան մարդ են բերել իմ եկեղեցի։ Իմ նպատակը ձեր հոգու փրկությունն է։ Բայց դուք պիտի բացվեք այդ փրկության առջև։ Ես կարող եմ շատ խոսել, տարիներով խոսել, քարոզել, բայց ընդունողը դուք եք, դուք պիտի հավատաք այդ խոսքին։ Նույնն էլ ես, ինչ որ ես խոսում եմ, ես ինքս պիտի այդ ամենով ապրեմ։ Եթե ես չապրեմ, իմ խոսքը որևէ զորություն չունենա, որևէ ազդեցություն չունենա։ Դրա համար ինք ասում եմ մաքուր հոգով մտանք ձեր մեջ, եւ մեր նպատակը, մեր օգուտը, շահը ձեր փրկությունն է։ Ես ուրիշ շահ չունեմ այս կյանքի մեջ։ Ես ձեր միջոցով շահ չեմ հետապնդում այս աշխարհի մեջ։ Իմ միակ նպատակը, որ դուք Քրիստոսին ավելի շատ սիրեք։ Ինձ համար երբեք չգաք պատարագի, գաք Քրիստոսի հետ հանդիպման։ Ինձ համար չգաք այստեղ աղոթելու, գաք Քրիստոսի հետ նույնանալու համար։ Սա է իմ օգուտը, որ ես տեսնեմ մարդը, որ մտել այս եկեղեցի, դուրս եկել այստեղից, ինքը հին մարդու պես չի ապրում։ Ինքը նույն մեղքերը չի գործում, ինչ որ փողոցում քայլող մարդը, որ երբեք եկեղեցի չի մտնում։ Սա է մեր շահը, եւ քրիստոնեության շահը սա է։ Եվ մեր Գարեգին Հոսեփյան կաթողիկոսը շատ մի գեղեցիկ խոսք ունի, ասում է մարդու հոգին թանկագին մարգարիտ է եւ եկեղեցին իբր ճշմարիտ եւ իմաստուն վաճառական պետք է ամբողջ ինչքեր վաճառի օգտագործի այդ թանկագին մարգարիտը գնելու համար։ Այսինքն Աստծո խոսքը խոսելով ուխտագնացությամբ, պատարագի, միասին սերտողության միջոցով մեկ նպատակը ձեր թանկագին հոգին մարգարիտը վերադարձնելու Քրիստոսին։ Ինչպես որ պատարագի ժամանակ ինչ եմ ասում նշխարքը, չասեմ, սկույսի քոյոց քեզ մատու, այսինքն քոնը քեզ եմ մատուցում։ Իմ նպատակն էր, որ դուք իբրև Աստծո ժողովուրդ նորից վերադառնաք Աստծո մոտ։ Ձեր հայրը նորից դառնա Աստված եւ դուք էլ իր զավակները։ Այսօր մենք կոչված ենք նույն առաքելությամբ ապրելու սիրելիներ, իբրև հոգեվորական դուք էլ իբրև ժողովուրդ, չբավարարում միայն իմանալ, այլև այդ իմանալը գործի դնել։ Այսօր ցավոք սրտի շատ մարդիկ կան, որ ինձանից էլ խելացի են, աստվածաբանական կրթություն գիտեն, ավելի բարձրակարգ համալսարան են սովորել, հասկացել են, բայց այդ ամենը պահել են միայն իրենց համար։ Վախենում են մտնել մարդկանց մեջ խոսել, քարոզել, նույնը դուք։ Եվ որտեղ որևէ տեղում կլինեք, անգամ երբ որ գիտեք, որ այդ մարդկանց դուր չի գալիս, որ դուք Աստծո մասին խոսում եք, դուք խոսեք, մի վախեցեք, ասեք, որ Աստված այսպես է ասում, եւ ձեր փրկությունը միայն այս ճանապարհով պիտի լինի։ Ձեր ունեցած հարստությունը, ձեր ունեցած փառք, իշխանությունը, դրանք ձեզ փրկություն, պատիվ չեն բերելու։ Միայն Քրիստոսին, որ ճանաչեցիր, զգացիր, հպվեցիր իրեն, ինքը քեզ դեպի փրկություն պիտի առաջնորդի։ Այս մասին մի բախեցեք ամենտեղ խոսք։ Դրա համար Պողոս Արաքելն ասում է, մեր խոսքը մոլորությամբ չէր, նենգությամբ չէր եւ չարությամբ չէր։ 4-րդ համարը այլ ինչպես ընտրվեցինք Աստծուց հավատարիմ լինելու ավետարանին, այնպես էլ խոսում ենք հաճելի լինելու համար ոչ թե մարդկանց, այլ Աստծուն, որ քննում է մեր սրտերը։ Տեսեք, ասում եմ, ինչպես որ Աստծուց ընտրվեցինք, այդպես էլ այդ նույն ընտրությամբ հավատարիմ ենք մնում Աստծո խոսքը խոսելու, տեսեք, ոչ թե մարդկանց հաճելի լինելու համար, այլ Աստծուն, որտեղ Աստված բոլորի սրտերը քննում է։ Ինչ կարևոր բան կա այստեղ, սիրելիներ։ Աստծո խոսքը ինչ է։ Սուր է, չէ՞։ Այսինքն թրի պես է Աստծո խոսքը, ասես մի անգամից կտրում է մարդուն մեղքից, քանի որ նրա ցանկությունը մեկն է, որպեսզի մեղքը կտրվի, ինչպես որ չենք կարող եւ հավատացել եւ մեղավոր լինել, այնպես էլ մենք չենք կարող Աստծո խոսքը իմացող լինել եւ այլ կյանքով ապրել։ Դրա համար Սուրբ Գիրքն ասում է Եսայի մարգարեության մեջ բավական է երկու ոտովել կաղաս, որոշի ինչ պիտի անես, իսկ Հայտնության գրքի մեջ Հովհաննես Առաքյալն ասում է լավ չէ գաղժ լինելը կամ տաք եղիր կամ սառը եղիր։ Ուրեմն քրիստոնյան ինքը պիտի հասկանա, թե ինքը հավատում է, ուրեմն Աստծո խոսքը այսպես մեջտեղից միանգամից պիտի կտրի, մեղքը դեն նետի։ Երբ որ Հիսուս ասում է, երբ որ քո անդամներից մեկը գայթակղեցնում է քեզ, կտրիր դեն նետիր, լավ է մի աչքով, մի ձեռքով մտնես երկնքի արքայություն, քան երկուսն էլ ունենաս, սա ֆիզիկական կտրվալի մասուն չէ։ Այսինքն այն մարդը, այն ընկերը, որ քո կողքն է ու քեզ խանգարում է, որ դու հավատալով գաս երկնքի արքայություն, ինքը քեզ հակառակն է, կտրիր քեզանից այդ մարդուն։ Այսինքն այդ մարդուց հեռու մնա, մեղավոր մարդուն հեռու պահիր քեզանից, որպեսզի քո հավիտենական կյանքն ու փրկությունը։ Ուրեմն Աստծո խոսքը դրա համար սուր է, սիրելիներ։ Եվ ասում է, ինչպես ընդունեցինք, այնպես էլ փոխանցում ենք ձեզ։ Ուրեմն ինչ է ասում։ Տերը քննում է մեր սրտերը։ Ուրեմն տեսեք, ինչ ուզում եմ հիմա ես խոսեմ։ Ինչ ուզում եմ ձեզ ասեմ, Աստված գիտի իրականում սրտի մեջ ինչ կա։
Ինչպես ուզում եմ ես ապրեմ, իմ կենցաղը դուք տեսնեք, Աստված գիտի ես այդ ամենը ում համար եմ անում, իր փառքի համար, թե մարդկանց հաճելի լինելու համար։ Դուք գիտեք որտեղ հաճոյություն արեցիք մարդկանց, որտեղ Աստծուն։ Ցավոք սրտի մեր կյանքի մեջ այս երևույթը շատ տարածված է, բոլոր մարդիկ հայտնում են, որ ավելի շատ մարդկանցից են ամանչում, մարդկանցից են վախենում, քան Աստծո պատժից։ Օրինակ, երբ որ մեկը մի շոր է հագնում, մենք ինչ ենք անում։ Ասում ենք, տեսնես հարևաններն ինչ կասեն, չէ՞։ Կամ ինչ որ մի բան պիտի անենք, միշտ մտածում ենք մարդկանց կարծիքը, ուրիշները մեր մասին ինչ կխոսեն, բայց շատ քիչ ենք մտածում Աստված ինչ է մտածում մեր։ Այ երբ որ ես այս մարդուն նեղացրեցի, ցավ պատճառեցի, կամ հայոյեցի, սուտ խոսեցի, բամբասեցի, Աստված ինչ է անում։ Աստված ամեն օր սրտները մեր քննում է եւ գիտի այդ սրտի մեջ ինչ կա, եւ մենք ում համար եւ ինչի համար ենք անում։ Դրա համար ասում եմ, մենք չենք ձգտում մարդկանց հաճանալու, այլ Աստծուն։ Ուրեմն մենք ուզում ենք ավելի հաճելի լինել մարդկանց։ Ինչու սիրելիներ, ինչու ենք մենք մարդկանց ուզում հաճելի լինել։ Մեր ամենօրյա շփումը մարդկանց հետ է, չէ՞, բնականաբար։ Եթե մարդկանցից որևէ մեկը մեր սխալը տեսնի, այստեղ այնտեղ պիտի խոսի, մենք մեր հեղինակությունը պիտի կորցնենք։ Ուրեմն դրա համար մենք ամեն ինչ անում ենք, որ մարդկանց մեջ մեր հեղինակությունը բարձրացնենք։ Ճիշտ է։ Այդպես է, չէ՞։ Որովհետև մենք ամեն օր մարդկանց տեսնում ենք, բայց Աստծո աչքերն էլ են մեզ ամեն օր տեսնում։ Պարզապես մենք այդ անտեսանելի աչքերից չենք ամանչում։ Օրինակ, երբ որ մենք տանը մենակ ենք, ոչ ոք չկա, ինչ ուզենք կարող ենք անել, չէ՞։ Ինչ ֆիլմ ուզել, նույնիսկ ամենավատ ֆիլմերը կարող ենք նայել, վատ երաժշտություն լսել, կարող ենք մեզանով հմայվել, չար մտածումներ ունենալ, տարբեր մարդկանց մասին մտածել ու չամաչել։ Որովհետև գիտենք, որ ոչ ոք մեզ չի տեսնում, բայց մոռանում ենք, որ անգամ ամենամութ սենյակի մեջ Աստծո աչքերը մեզ վրա են։ Եվ վերջապես մեր սիրտը գիտի Աստված ինչ է։ Եվ ամեն ինչ այստեղ է կատարում։ Սա ամենամեծ մարտադաշտն է, սիրուն, չարու, բարու ամենամեծ մարտադաշտը այստեղ է, թե ով կհաղթի։ Հայրես մեկը ասում է, մարդու մեջ մնակվում է հրեշտակը եւ դևը։ Նայած դու ում ես կերակրում, ում է շատ ուզում որ քո մեջ լինի, նա էլ կհաղթի քո կյանքի մեջ։ Եվ քո սրտի մեջ այդ ունեցող պատերազմից էլ կախված է նաեւ քո կյանքի որակը։ Հիմա տեսեք, այստեղ նաև երկրորդ խոսք ուղղված է հոգևորականներին, այսինքն հոգևորական է, որ քարոզում է, ում է ուզում ինքը հաճնել մարդկանց միջոցով հարստանալ, իշխանություն, դիրք ու պատիվ ունենալ, թե Աստծո խոսքը քարոզելով մարդկանց դեպի փրկություն առաջնորդի։ Ուրեմն մեր եւ ձեր պարտականությունը, հոգևորականի պարտականությունը Աստծո խոսքը խոսել եւ ապրելն է, ձեր հավատացյալների պարտականությունը լույս եւ աղ լինելն է այս աշխարհի մեջ։ Հիշում եք Հիսուսի խոսքը. Դուք եք երկրի աղը, եթե դուք ել անհամանաք, աշխարհը չի կարող կանգուն մնալ։ Այսինքն միայն լսելը բավական չէ, որ դուք եք աղը։ Աղը կարևոր է, չէ՞, այսինքն յուրաքանչյուր մարդու տանը աղ կա, չէ՞։ Մենք մարդուն ինչպես ենք նաև դիմավորում, աղ ու հացով, չէ՞։ Այսինքն աղը համ ու հոտ է տալիս ցանկացած ճաշատեսակի։ Այնպես էլ քրիստոնյան ամենտեղ որտեղ ինքը որ լինում է, այդ համ ու հոտը պիտի տա։ Մարդիկ քրիստոնյային ճանաչելով Հիսուսին պիտի ճանաչեն։ Մարդիկ քրիստոնյային ճանաչելով իրենք էլ պիտի ուզեն հավիտենական կյանքի մեջ լինել։ Մի օր մի քրիստոնյա ծառա գնում է մի հեթանոսի տուն որպես ծառա աշխատելու։ Եվ տանտերը ասում է, նայր, ասում է, հանկարծ չլինեմ չիմանամ իմ տան մեջ Քրիստոսի մասին խոսես։ Արգելված է քեզ Քրիստոսի մասին խոսել։ 3 տարի հետո տանտերը գալիս ասում է, որ խնդրեմ, ինձ Քրիստոսի մասին կպատմես։ Այսինքն 3 տարի ինքը տեսիր ծառան ոնց է այդ խոսքը ապրում, ինքը այդ աղի պես համ ու հոտ էր ընտանիքի մեջ, այդ լույսի պես լուսավոր էր ընտանիքի մեջ, ինքը միայն խոսքեր չի որ ասում է, այլ այդ կյանքով ապրում է, եւ մենք այդ պարտավոր ենք նաեւ իբրև քրիստոնյաներ այդ համ ու հոտը բերել մեր կյանքի մեջ։ Եվ տեսեք Պողոս առաքյալը ինքը երբեք մարդահաճո չեղավ։ Եթե մարդահաճո լիներ, Գաղատացնի նամակի մեջ ինքը կգրեր Պետրոս առաքյալի սխալի մասին։ Հիշում եք Պետրոս առաքյալը հայտնվեց կեղծավորության մեջ, որ քանի հրեական միջավայրից մարդ չկար, ինքը հեթանոսներ հաց էր ուտում, երբ որ եկան խուսափեց եւ ասում ես հանդիմանեցի Պետրոս առաքյալին։ Տեսեք չի ամանչում ասել, որ մենք առաքյալներս խնդիր ունեցանք։ Գրիմը այս նամակ արդեն 2000 տարի գրված է, կարդում ենք, բայց տեսեք ինչքան Աստվածասեր է, ինչքան է ուզում իր եղբոր փրկություն, որ այս մեղքը գրել է, որ մենք էլ չհայտնենք։ Ուրեմն ինքը երբեք մարդահաճությամբ չապրեց։ Իր ամբողջ նպատակը, ցանկությունը մեկ քրիստոնյա ավել բերել դեպի Հիսուս Քրիստոս, որպեսզի մարդը փրկության հասնի։ Մենք էլ երբ փորձենք Աստվածահաճո լինենք, երբեք չենք մտածի, թե մարդիկ մեր մասին ինչ են մտածում, ինչ են խոսում, ինչ են ասում։ Եթե մենք հետևենք մարդկանց խոսածին, մենք չենք կարող առաջ գնալ։
Իմ սիրած խոսքն է Վարկես Պետրոսյանի գեղեցիկ մի խոսք ունի, ասում է մեր կյանքը այնքան կարճ է, որ չի կարելի ամեն հաճացող շանը թեքվել քարով խփելու համար։ Այսինքն պետք չունես ամեն հաճացող շան համար թեքվես, տեսնես ով է ու դու կանգնես, ճանապարհդ քայլիր ճշմարտության, բարդարությամբ, որպեսզի ժամանակդ օգտագործես քո փրկության համար։ Եվ տեսեք Պողոս Արաքելն եւ Տիմոթեոսին ուղված իր առաքելի նամակի մեջ ինչ է ասում. Քանզի պիտի գա ժամանակ, այսինքն նաեւ այն մարդիկ, ովքեր հեռանում են ճշմարտությունը լսելուց, երբ շատ չպիտի անսան ուղամիտ վարդապետությանը, այլ յուրաքանչյուրը ըստ իր ցանկությունների ուսուցանողներ պիտի հավաքի իր շուրջը, իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաճով, եւ նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտությունից եւ պիտի մոլորվեն, գնան առասպելների հետևից։ Տեսեք, ասում կգա ժամանակ, ինչ շատ մարդիկ երբեմն զանգում են կամ որ խոսում եմ, տեսնում են, ասում են Տերը շատ էս մեղքի մասին խոսում, այդքան պետք չի մեղքի մասին խոսել, լավ բաների մասին խոսել։ Հիմա ես վատ բան եմ խոսում, որ սա մեղք է, ինչու եմ սա ասում։ Տեսեք Պողոս Արաքելը ասում է կգա ժամանակ, որ մարդիկ կգնան այնպիսի քարոզիչ կգտնեն, որ իրենց սխալները գովեն, արդարացնեն։ Եվ կտեսնեք այդպիսի մարդկանց, որ հարուստ օրինակ շնանում է, ասում են ոչինչ պատա, երբ որ աղքատ անի դա, ինչ ասես կասեն այդ մարդուն։ Եթե ասենք հարուստը մեկի հետ անհարգալից է վերաբերում, շողոքորթում են, ասում են ոչինչ, ջղայնացած էր, այսպես էր։ Եթե աղքատն է անում, այս աղքատին կարող են նվաստացնել։ Եթե պաշտոնյան է ինչ-որ մի հանցանք գործում, ասում են դե ոչինչ, իրապես մարդը կարող էր անել, երբ որ սովորական մեկը անի, այդ մարդուն կդատապարտեն։ Մի օր մեկի հետ խոսում էի, որ խաղալու հետ կազինո գնալը ծեր ունի, պաշտոնյա էր։ Ասացի ամոթը, մի արես դե ասեց ինպես մարդուն գոնե ամիսը մեկ անգամ կարելի էլի գնալ։ Հասկանում եք, այսինքն երբ որ թվում է ինքը պաշտոնյա է, ուրեմն իրեն կարելի է գնալ ամիսը մեկ անգամ խաղատուն, դրամներ պարտ, բայց երբ որ այդ մարդուն ասես, այս մարդը դեղի փող ունի, կարիք ունի, ինքը կասի ես այդ գումարը չունեմ, կներեք, զբաղված եմ, չեմ կարող կամ զանգերին չի պատասխանի։ Ինչու՞ եմ այս ամենը պատմում, Պողոս Արաքելի խոսքը, որ մարդիկ, երբ որ ուզում են մարդահաճո լինեն, նույնիսկ Աստծո ճշմարիտ վարդապետությունը կարող են փոխել, կեղծը տարածել, ասել, որ քո մեղքի մեջ ոչինչ արել ես, ոչինչ։ Հիմա նոր ուղղություն է քարոզում աշխարհի մեջ, հատկապես քրիստոնեության մեջ, որ մեկ է դու ինչ մեղք էլ գործես, փրկվելու ես։ Այսինքն ինչ էլ անես, վերջում պիտի փրկվես։ Սա ճիշտ է թե չէ։ Ոչ, ինչու, որովհետև եթե սա ճիշտ լիներ, ուրեմն Հիսուս ինչի խաչվեց մեզ համար։ Այսինքն ինչու Հիսուս ինձ համար խաչվեց, ինչու Հիսուս իմ համար իր արյունը թափեց, եթե ես պիտի փրկվեի։ Փրկագինը միայն Հիսուս Քրիստոսով է, միայն Հիսուսին հավատացողը կարող է փրկվել։ Ուրեմն դրա համար մենք պետք է միշտ ճշմարիտ ուղղափառ վարդապետությանը հետևենք, հասկանալ, որ մեղքը պատճառ է դարձնում մարդուն հեռանալ Աստծուց եւ զրկվել հավիտենական կյանքից։ 5-րդ համարը շողոքորթության խոսքեր երբեք չգործածեցինք ձեզ մոտ, ինչպես որ դուք էլ գիտեք, եւ ոչ էլ եղանք ձեր մեջ ագահությունից մղված, ինչպես որ Աստված էլ վկա է։ Շողոքորթը ով է, սիրելի, ասում եմ, շողոքորթության ոչ մի խոսք չասացինք։ Ով է շողոքորթ մարդը։ Մենք սիրում ենք շողոքորթ մարդկանց։ Ոչ, ինչու, որովհետեւ որտեղ պետք է որ սուտ է, ինքը ասում է ճիշտ է, որտեղ ճիշտ է, ասում է սուտ է, չէ՞։ Եվ ինքը կարող է ցանկացած իր խոսքերը փոխել, կեղծավորություն անելով իր շահը փնտրել։ Ուրեմն այսպիսի մարդիկ վտանգավոր մարդիկ են, որովհետև կարող են քեզ մոտ ուրիշ բան խոսել, քո հետևից ուրիշ բան խոսել։ Քո մոտ ասեն դու շատ լավ մարդ ես, գնացել այս մարդու պես սրիկա կամ ստոր արարած չկա էսը։ Այս նույն մարդը կարող ասել։ Հիմա Պողոս Արաքելն ասում է, մենք ոչ մի շողոքորթության խոսք, այսինքն կեղծավորությամբ ոչ մեկիդ ես չհամոզեցի, որ սա ճիշտ է, սա սխալ է, այլ դուք իմացաք ճշմարտությունը։ Եվ կեղծավոր մարդը շատ վտանգավոր մեր կյանքի մեջ։ Ցավոք սրտի այսօր կեղծավորությունը չափից շուտ մարդկանց կյանքում աճում։ Նույնիսկ մարդիկ իրար կեղծ ժպտում են։ Իրար ժպտում են, ժպիտով բարևում են, շրջվում ես դեմքը սենց զզվանքով թեքվում մի կողմ։ Կամ ժպիտով դիմավորում են, հետո չարախոսությամբ ճանապարհում են։ Սա վտանգավորություն է նաև հոգևոր կյանքի մեջ։ Մարդիկ իմացեք, որ միշտ մեզ հետևում են։ Միշտ բոլոր մարդիկ մեզ հետևում, նույնիսկ սատանան մեզ հետևում է, որպեսզի որտեղ որ մենք կեղծում ենք, այդ պահի մեզ մեղքի մեջ քաշի։ Այդ մեր կեղծավորությունը, շողոքորթությունը օգտագործի մեղքի կապանքներով մեզ ավելի ամուր կապելու համար։ Դու շատ զգուշ պիտի լինես, որովհետև միշտ հիշեք, Տերը քննում է մեր սրտերը, Տերը ամեն վարքյան մեզ նայում է եւ հետևում է։ Ուրեմն երկրորդը ասում է մենք ոչ էլ ագահությունից դրթված որևէ բան խոսեցինք ձեզ համար։ Ուրեմն Պողոս Արաքյալը երբեք որևէ մեկից գումար չվերցեց։ Հիշում եք, Պողոս Արաքյալը ձեզ ասում որ ինքը վրանագործ էր։
ինքը վրաններ էր պատրաստում, վաճառում էր, որպեսզի որևէ մեկի համար բեռ չդառնա։ Որևէ մեկը հետո չասի, որ իմ տված գումարները դու հաց կերար, ապրեցիր, այլ ինքը իր արդար վաստակով ցույց տալու համար նաև որ ինքը ագահության կամ փողի համար չէր եկել իրենց մեջ քարոզելու համար։ Եվ հավատացյալների փրկությունը, ինչպես արդեն ասացի, միակ շահն էր Պողոս Առաքյալի։ Մեկ շահ ուներ, թե մարդը ոնց հավատա եւ փրկվի։ Ինքն էլ մի ժամանակ հալածող էր, հիշում եք, ինքը քրիստոնյաներին ձերբակալում էր, տանում էր, բանտարկում էր, բայց հետո որ ինքը դարձ ունեցավ, ինքը աշխատեց ամեն գնով, ինչքան հնարավոր է, շատ մարդկանց ճշմարտությունը բերի։ Եվ Աստված է վկա, այստեղ մի խոսք կա, տեսեք, ասում է նաև Աստված է վկա։ Մենք էլ ենք, չէ՞, այսօր օգտվում ենք Աստված վկա է, ես այդ բառը չեմ ասում։ Սա շատ հաճախ կհանդիպեք մարդկանց, որ կասեն մեղք է, մի Աստծուն վկա բերեք։ Միայն այն դեպքում կարող ենք այո ասել, որ Աստված վկա է, երբ որ իրոք Աստված վկա է, որ մենք մեր սրտի մեջ այդ չարությունը չունենք, կամ այն խոսքը, որ մենք ասել ենք, կեղծավորությամբ, շողոքորթությամբ չէ։ Դրա համար է ասում Աստված վկա է։ Եվ այստեղ իր անձնական վկայությունն է բերում, որ ես շողոքորթության եւ ագահությամբ չեկա, նաեւ վկա է Աստված, որ ես այդ ամենը չեմ արել։ Ինչու է իր եւ Աստծո վկայությունը բերում։ Հրեական մտածողության մեջ որ խոսքներ ճշմարիտ, երբ որ երկու հոգի վկայում էին։ Հիշում եք, այսինքն եթե մի հոգի էր վկայություն տալիս, դա ճիշտ չէր համարվում։ Դե երկու հոգի վկա են կամ երեք հոգի։ Հիմա իր անձնական վկայությունը եւ ասում է վկա է Աստված, որ ես երբեք շողոքորթությամբ չեմ եկել։ Ես դիլիջան, գիտեք, մինչեւ քահանա դառնալս դիլիջանում չեմ եղել։ Ինձ էլ որ ուղարկեցին առաջին անգամ դիլիջան, ես էլ չգիտեի ուր եմ գալիս, ինչպես եմ գալիս, ուր եմ գնում, ոնց պիտի պատահի, բայց իմ նպատակը մեկն էր՝ գալ այստեղ, եկեղեցին հիմնել, մենք միասին աղոթենք եւ բոլորս միասին Քրիստոսով փրկության հասնենք։ Ես նաեւ ձեր միջոցով շատ բաներ սովորում։ Ես միայն իմ կարդացած իմ փորձառությունն եւ ձեր փորձառությունը, ձեր խոսքը, ձեր պահվածն է ինձ ոգեշնչում, որպեսզի ես ավելի զորավոր դառնամ իմ հավատքի մեջ սիրուն։ Դրա համար այստեղ Պողոս Առաքյալն ասում է, որ վկա է Աստված, որ ես շողոքորթության եւ ագահության պատրվակով չեմ եկել ձեր մեջ քարոզելու, այլ ձեր հոգեվոր փրկությանը հասնելու համար։ 6-րդ համարը եւ փառք չփնտրեցինք մարդկանցից, ոչ ձեզանից եւ ոչ էլ ուրիշներից։ Ցավոք այսօր սիրելիներ, մարդիկ ամենաշատը ինչ են փնտրում աշխարհում՝ փառք, պատիվ, իշխանություն, հեղինակություն, հարստություն, սա է մարդկանց նպատակը։ Շատ հաճախ կլսնեք, որ նույնիսկ հասարակական դիրք ունենալու համար են մարդիկ որևէ բան անում։ Տեսել եք նշանավոր մարդկանց մասին շատ գրում են, չէ՞, տարբեր պատմություններ։ Հիմնականը բացասական բաներ են գրում։ Ինչու՞։ Երբ որ մարդը ինքը ճշմարտությանը հասու չէ, ինքը չի հասկանում, որ ինչպես պետք է անել, այլ ինքը միշտ իր վատ արարքներով է հայտնի դառնում։ Գիտեք, աշխարհիկ կյանքի մեջ ոնց է։ Մեկ էլ տեսնում ես, չէ՞, սովորական մեկը մի քանի ամսում կամ մի քանի տարում դարձավ նշանավոր երգիչ, դերասան, հեղինակավոր մեկը դարձավ եւ իրենք սկսում են ամեն ինչ անել, ազատորեն, կարծես թե իրենց ամեն ինչ թույլատրված է եւ իրենց դուր է գալիս այդ հասարակական բարձր դիրքը, փառքը, իշխանությունը, հարստություն ունենալ եւ որովհետեւ սրանք նաեւ իշխող դիրք են հաստատում մարդկանց մեջ։ Բայց սա մարդուն փրկում է թե ոչ։ Կփրկի։ Օրինակ, երբ որ ես շատ հայտնի լինեմ, ես կփրկվեմ։ Ոչ։ Երբ որ շատ փող ունենամ, կփրկվեմ։ Ոչ։ Երբ որ ես թագավոր դառնամ, կփրկվեմ։ Ոչ։ Ինչու՞։ Որովհետև փրկությունը Հիսուս Քրիստոսով է եւ ամենակարևորը խոնարհության միջոցով է։ Աստված հպարտ մարդկանց մեջ չի փնտրում։ Այ տեսել եք, երբեմն շատ մեծահարուստ մարդու մասին գրում են թերթում, որ այսինչ մարդը այսինչ խանութից գողություն արեց։ Գիտեք ինչ են անում։ Աշխարհի կյանքի մեջ մարդուն հասնում են փառքի ու միանգամից բաց են թողում։ Հետո մարդը անընդհատ ձգտում է այդ փառքին հասնելու եւ ինքը բարի գործերով առաքինությամբ չի կարողանում հասնի, սկսում է ինչ-որ մի խենթություն անել, որպեսզի իր անուն նորից թերթերի առաջին էջերում գրվի։ Սա է իրենց նպատակ, որ պակասը փառքի։ Կամ տեսել եք, երբ որ մարդը մերժված է, ինքը ամեն ինչ անում է նորից վերադառնալու։ Մի գեղեցիկ պատմություն կա, հիշում եք մեր Չիլինգարյան Անուշին Դիլիջան։ Ինքը պատմվածների գիրք ունի, ողորմ իրենք մի հետարքիր պատմություն կա Տիկին Սոֆիկի մասին։ Ինքը ասում է այն ժամանակ սովետական միության առաջին քարտուղարն էր, հեղինակավոր Տիկին Սոֆիկներ, բոլորը գալիս են իրեն տեսնելու, իրենց խորհուրդ հարցնելու։ Սովետական միությունը քանդվում է, ամեն ինչ վերջացավ, Տիկին Սոֆիկին այլևս ոչ ոք չէր հիշում։ Եվ ասում է ինքը այդ տառապում էր, որ
Ինչու ես այդքան հայտնի մարդ, այլևս մերժված եմ, եւ ասում եմ առավոտյան մի օր արթնացավ, ասես գիտեք անմոլորական եկել են, ինձ ապագան գուշակելու շնոր են տվել։ Ասում եմ հաջորդ օրվանից ինքը նորից դարձավ նույն տիկին Սոֆիկը։ Հասկացաք, այսինքն դու նաև կեղծ ճանապարհով կարող ես քո հեղինակությունը բարձրացնել, բայց ոչ Աստծո մոտ։ Այն ովքեր որ ձգտում են մարդկանց մոտ բարձր դիրք ունեն հեղինակություն, Աստծո մոտ արժեք չունեն։ Հիշում եք Հովհաննես Մկրտչի մասին Հիսուսը մեկ կանանցից ծնված ամենամեծ մարդն է Հովհաննես Մկրտիչ, բայց երկնքի արքայության մեջ ամենափոքրը պիտի լինի։ Ինչու՞։ Որովհետև մենք Քրիստոսի հարության վկաներն ենք։ Նրանք, ովքեր որ Քրիստոսի հարությունը տեսան, հավատացին, ապրեցին, նրանք մեծ պիտի կոչվեն երկնքի արքայության մեջ։ Իսկ նրանք, ովքեր այս աշխարհի փառքով են ապրում, նրանք երբեք Աստծո արքայության մեջ մուտք չեն ունենալու, սիրելիներ։ Դրա համար Պողոս առաքյալն ասում է, այս ճանապարհով մարդկանց չփորձեցինք հաճանալ, ոչ փառք, ոչ իշխանություն, այլ մեր շահը հավիտենական կյանքն է։ Մեր նպատակն է ուրիշներին տպավորելը չպետք է լինել, այսինքն մենք երբեմն փորձում ենք, չէ, գեղեցիկ խոսքով, պահվածքով, կեցվածքով մարդկանց վրա տպավորություն, նույնիսկ մեր հակաց շորով ենք ուզում մարդկանց վրա տպավորություն թողնել, այլ մեր նպատակն է մյուսների վրա Հիսուսի տպավորությունը թողնել։ Մենք Հիսուսի նմանությունն ենք, մենք Հիսուսի նման պիտի, ոչ թե այս աշխարհին։ Ես հիշում եմ 2002 թվականի աշխարհի ֆուտբոլի առաջնության եզրափակիչում այն ժամանակ ֆուտբոլիստներից մեկը ամբողջ մարզերը քաչալացրեց, այս դիմացը մի փոքրիկ մաս թողեց։ Հաջորդ օրը Հայաստանում տղաների 90%-ի մազերը այդպես կտրված էր։ Այսինքն մենք ում ուզեցինք նմանվել, մի ֆուտբոլիստի կամ դաջվածները մարդիկ հայտնի մարդկանց նույն դաջվածներն են անում այս մարմնի վրա։ Ինչ ես ուզում ասել դրանով։ Դու այդ մարդուն նման չես երբևէ։ Դու փորձում ես կապկել այդ մարդուն։ Նմանություն դու ունենաս քո հոգու փրկության համար, որպեսզի հավիտենական կյանքը ժառանգես։ 7-րդ համարը կարող ենք որպես Քրիստոսի առաքյալներ ծանրություն դառնալ ձեզ, բայց համեստ եղանք ձեր մեջ, ինչպիսի մի դայակ, որ մանուկները խնամում։ Իբրև առաքյալներ կարող էին բեռ դառնալ մարդկանց վրա, չէ՞։ Այսինքն ես էլ իբրև հոգևորան կարող եմ ձեզ վրա բեռ դառնալ, բայց ասում եմ մենք չուզեցինք ձեզ վրա բեռ դառնալ, այլ իբրև մայր, դայակ, որ խնում էր մանուկներին, մենք այդպես ուզեցինք, սիրելիներ։ Եվ նորից ասեմ, որ Պողոս առաքյալը իր ձեռքով վաստակում էր, եւ բոլոր նշանավոր վանականները, սուրբերը միշտ իրենց ձեռքի աշխատանքը արել են, վաճառել են, դրանով իրենց հանապազորյա հացը հոգացել են, որ հանկարծ որևէ մեկի վրա հոգս չդառնան։ Բայց սա նա մեզ ինչ է սովորեցնում, սիրելիներ, որ հավատացյալները իրենք էլ պետք է եկեղեցու կյանքին մասնակից դառնան։ Ընդհանրապես մենք մարդիկ մի սովոր ենք վերցնել, չէ՞, ինչ որ տանում ես, մենք ուզում ենք վերցնել, բայց շատ կարևոր է Պողոս առաքյալն ասում է տալը, քան վերցնելը։ Ուրեմն մենք նաև պարտականություն ենք տալու։ Եկեղեցին նաև ինքը նյութական կարիքներ ունի, պետքեր ունի, որ մեր հավատա դա կամավոր է, որևէ բան պարտադրված չես կյանքի մեջ։ Դու կամավոր եւ սիրով պիտի անես։ Այն ինչը որ տրտմությամբ ես, դժգոհությամբ ես անում, լավ է չանես։ Նույնիսկ մի կտոր հաց որ մեկին պիտի տաս ուտի, եթե չուզենալով տվեցիր, դա քեզ համար բացասական հետևանքն է։ Սիրով տվեցիր, հաջորդ օրը կրկնապատիկը պիտի ստանաս։ Նվիրումով արեցիր, հաջորդ օրը Աստված քեզ ավելին պիտի վերադարձնի։ Միայն թե դու կարողանաս այդ ամենը սիրով անել։ Եվ Պողոս առաքյալը ինչ որ արեց, չպարտադրեց որևէ մեկին, այլ այս ամեն արեց կամավոր։ Եվ տեսեք ինչ է ասում առաջին Պետրոս առաքյալի առաջին նամակի մեջ. արածացրեք Աստծո այդ հոտը, որ ձեզ է հանձնված, վերակացու լինելով ոչ թե հակառակ ձեր կամքին, այլ հոժարակամ, ըստ Աստծո, ոչ թե շահախնդրությամբ, այլ հոժարությամբ, ոչ թե տիրելով նրանց, որ բաժինն ընկած ձեզ, այլ օրինակ լինելով հոտին։ Ուրեմն դուք իմ սեփականությունը չեք, սիրելիներ։ Դուք Աստծո սեփականությունն եք։ Ես պարզապես կոչված եմ ձեզ հովելու առաջնորդ։ Դրա համար քահանան նաև կոչվում է հոգևոր հովիվ, այդ հովությունն է անում։ Բայց ինչ որ մենք անում ենք, առանց շահի ենք անում։ Դուք կուզեք եկեղեցու ինչ որ բան անել տալ, դա ձեր իրավունքն է, որովհետեւ մեկը ձեզ չի պարտադրում։ Եվ դրա համար ասում եմ, մենք կարող ենք բեռ դառնալ ձեզ վրա, բայց չդարձանք, որպեսզի դուք հասկանաք, որ մեր նպատակը շահը չէ, ձեզանից նյութական շահ պոկելը չէ, այլ ձեր հոգիները առաջնորդել դեպի հավիտենական կյանք։ Եվ մորպես խնամ տարավ եւ ամբողջական սիրով ու նվիրում, ինչպես որ մայրը միշտ կամ դայակը, չէ, մանկապարտեզը միշտ հոգատարությամբ հետում որ երեխան ցած չընկնի, շորերը չկեղտոտի, ժամանակին ճաշ ուտի, այնպես էլ հոգեվորականի այդ կոչումի մեջ է, որպեսզի հետևի իր հավատացյանին, որպեսզի ինքը երբևէ չսայթակի։ Եվ այսօրվա վերջին 8-րդ համարը նույն ձևով մենք էլ գթացինք ձեզ
Հոժար էինք ձեզ տալ ոչ միայն Աստծո ավետարանը, այլև մեր անձը, քանի որ մեր սիրելիներն եք եղել։ Տեսեք, ասում եմ, մենք էլ հոժարական արեցինք ոչ միայն Աստծո խոսքը տալու ձեզ քարոզելու, այլ նաև մեր կյանքը տալ, որտեղ դուք մեր սիրելիներն եք։ Ով այսպես վարվեց։ Քրիստոս չէ, իր կյանքը տվեց, ոչ միայն քարոզեց մարդկանց, երկնքի արքայության ճանապարհը ցույց տվեց, փրկությունը բերեց, այլև իր կյանքը տվեց, որտեղ ասում է դուք մեր սիրելիներն եք։ Այսինքն ինձ համար ամենաթանկ այն մարդիկ են, ովքեր որ այդ սիրով ապրում են այս կյանքի մեջ, սիրելիներ։ Եվ Հիսուսի խոսքն է, ասում է, չկա ավելի մեծ սեր, քան այն սերը, որ մեկ իր կյանքը տալիս է մեկ ուրիշի համար։ Ուրեմն մարդիկ այն տղաները, որ զոհվել են այս մեր կյանքը պահելու համար, իրենք ամենամեծ իրենց կյանքն են տվել։ Ոչ միայն խոսել են հայրենասիրությունից, ոչ միայն խոսել են ոնց պիտի զինվորը ծառայի, ոնց պիտի քաղաքացին, այլև իրենց կյանքը զոհաբերել են հանուն մեզ սիրելիների համար, իրենց սիրելիների համար։ Իրենք կարող էին չանել, բայց արել են։ Պատկերացրեք Պողոս Առաքյալը Երուսաղեմում փարիսեցի էր, իշխանավոր էր, Ռոմի քաղաքացի էր, ամեն ինչ ուներ, եւ ինքը այս ամենը թողել, գնացել հասել ամբողջ Եվրոպայի տարբեր քաղաքներ մտածել, ինչ օգուտ ուներ։ Ինքը անձնական շահ ուներ, իր անձնական շահը միայն մարդկանց փրկությունն էր։ Եվ դրա համար ասում է ոչ միայն մենք Աստծո խոսք ավետարանը բերեցինք ձեզ, այլև մենք մեր կյանքն ենք պատրաստ տալու ձեզ համար։ Ուրեմն այսօր մեր կյանքը պետք չի որ զոհաբերես, որ որևէ մեկին ինչ որ բան ապացուցես։ Զոհաբերությունը որ քո ժամանակ օրինակի համար, գիտես քո կողքը հիվանդ մարդ կա քո փողոցում, հարևան ունես, բարեկամ, կնրա կողքը 2 ժամ նստիր, ուղղակի եւ հետը խոսիր երկնքի արքայությունից։ Նրա համար աղոթք արա։ Սա էլ է քո անձը տալ դիմացինի համար։ Գիտես այս մարդը կարիք ունի մի բանով օգնելու, գնա օգնիր իրեն։ Գիտես այս մարդը մոլորության մեջ է, չգիտի, չի կողնորոշում այս հարցը ոնց պիտի լուծի։ Գնա հարցրու, խոսի, մի ամանչիր, մի վախեցիր։ Սա էլ քո կյանքը տալ է, որովհետև քո ժամանակը դու զոհաբերում ես մեկ ուրիշի երջանկության համար։ Երբ որ դու քո ժամանակը տալիս ես, Աստված էլ քո ժամանակն է երկարացնում։ Երբ որ դու ուրիշի համար զոհաբերում ես, Աստված էլ զոհաբերում է քեզ համար, քեզ ավելի շատ հնարավորություն է տալիս։ Ավելի շատ առիթ ես ունենում քո փրկությանը հասնելու համար։ Տեսեք ինչքան գեղեցիկ օրինակներով խոսքերով Պողոս Առաքյալը ցույց է տալիս քրիստոնյայի կերպար ինչպես ինքը պիտի ապրի։ Ավել բան չի ասում, դες գնա մի հիվանդի կողք նստիր, 2 ժամ խոսիր հետը, պատմիր, կամ մեկը գիտես հիվանդ պարկած է, ճաշ շեփիր այդ մարդուն։ Ես ես պատմել եմ մի կնոջ մասը, որ իր ընդմիջման ժամին ինքը գնում էր բանդ, կալանով այդ հացեր ուտում եւ Աստծո խոսք էր քարոզում։ Սա իր առաքելությունն էր, իր ընդմիջումը զոհաբերում էր Աստծո խոսք խոսելու համար։ Եվ սա քրիստոնյայի իրական կերպարն է, սիրելիներ, որ մենք պետք է կարողանանք փոքրիկ բաների մեջ է թաքնված քրիստոնեությունը, մեծ բաներ անելու մեջ չէ։ Մայր Թերեզան ասում էր, սուրբ դառնալու համար պետք չի գնաս լեռներում, անտառներում ճկնես, որ սուրբ դառնաս, այլ Աստծո կամքով ապրիր, մարդկանց սիրելով ապրիր։ Սա Աստծո կամքը կատարելն է, որ դու ճանաչում ես եւ գիտես, որ այս մարդը կարիքդ ունի։ Ասում եմ, երբ որ ես բորոտի ոտքեր լվանում եմ, ես վստահ եմ, որ Աստծո ոտքերն եմ լվանում։ Երբ որ դուք աղքատի ձեռքի մեջ մի կտոր հաց եք դնում, իմացեք, որ Աստծո ձեռքի մեջ եք դնում։ Քեզանից կտրում ես, տալիս ես մեկ ուրիշի համար։ Կարող ես չանել, քո իրավունքն է, բայց երբ որ դու անես, Աստված քեզ ավելիով կվերադարձնի։ Այն ինչի կարիք որ դու ունենաս, այնպես կստանաս, որ դու էլ կզարմանաս, թե ինչու Աստված քեզ համար այսքան անում։ Ես երբեմն ասում եմ, Աստվածից այնքան է երես տալիս, որ արդեն ամաչում եմ։ Ինչի համար, որ արժանիքիս համար, ոչ մի արժանիքիս համար։ Որտեվ ինչ շատ է սիրում, որտեվ մենք ենք իրեն շատ սիրում։ Սիրեցիր, պատասխանը կստանաս։ Դրա համար մեր ժամանակը մենք պիտի օգտագործենք, սիրելիներ, ուրիշներին փրկության բերելու համար։ Միայն մեր անձնական փրկությունը բավական չէ, թե դու միայն քեզ համար ես աղոթում։ Հիսուսը ասում է, թե դու չես աղոթում թշնամուդ համար, այնպես ինքը ինչպես քեզ համար ես աղոթում, քո աղոթքը արժեք չունի։ Դու պիտի աղոթես յուրաքանչյուր մար։ Կարևոր չի ինքը երբ դարձի կգա։ Մի օր մի վանական գնում է վանք, ասում է, որ ուզում է վանական դառնալ։ Վանահայրը ասում է, բահի փայտը պոչը վերցրու, տնկիր հողի մեջ եւ կջրես այնքան, մինչեւ ծլի։ Հնարավոր է որ բահի պոչը ծաղկի։ 8 տարի ջրում է։ 8 տարի աղոթում, 8 տարի հետո այդ բահի պոչը ծաղկում է, ծառ է դառնում։ Եթե դու ունես հավատք, ունես սեր, ունես նվիրում եւ գիտես ում համար եւ ինչի համար ես անում, անպայման պիտի ծլի։ Ես սա նաև այն մարդկանց համար ասում եմ, աղոթեցինք, չեղավ։ Ուրեմն կարող եմ 1 օր պակաս ես աղոթել, 1 օր ավել աղոթիր, 1 օր ավել խնդրիր,
Դրա մեջ վատ բան չկա։ Դուք խնդրեք Տիրոջից, անպայման կստանաք սիրելիներ։ Եվ սրա համար Պողոս Առաքյալը այս օրինակը բերում է մեզ ցույց տալու համար, թե ինչքան կարևոր է, որ մարդը հասկանա այդ խոսքի արժեքը, ճշմարտությունը եւ գործը ում եւ ինչի համար է անում։ Թող Տերը օրհնի բոլորիս խաղաղության մեջ պահի, որ մենք էլ մեր կյանքում, երբ որ հանդիպենք Տիրոջը, այս նույն խոսքերն մեզ համար լսենք, որ Տերը մեզ համար բեր չի եղել, մենք չենք ամոթից կամ ստիպած չենք եղել աղոթելու։ Եթե որևէ մեկը ստիպողաբար պիտի գնա եկեղեցի, թող չգնա, դու սիրով պիտի գնաս։ Դրա համար ասում եմ, ես պահեց, դու կամեցար պատարակ ընդունվեց, ինձ զոհաբերություն անգամ չընդունեցիր։ Որտեվ սիր սուրբ եւ մաքուր հոգի պիտի ունես քո ներսում։ Քո շուրթերը պիտի բացես Տիրոջ փառաբանության համար։ Տերը քեզ պիտի մաքրի ձյան պես սպիտակ դարձնի մեղքից, որպեսզի այդ ամենը լինի։ Դրա համար դու ժամանակ պիտի ունես, համբերություն պիտի ունես։ Համբերությունը քեզ պիտի բերի հույսի, իսկ հույսը երբեք մարդուն ամոթով չի թողնում։ Ուրեմն ապրենք այնպիսի քրիստոնյաներ, որ երբեք ամոթով չկանգնեն Տիրոջ առջև, այլ գլխաբաց կանգնել, ասել Տեր, փառք քեզ ամեն ինչի համար, փառք քեզ, ինչ որ տվեցիր, շնորհակալ ենք մեր ամեն օրվա համար, նեղության, դժվարության, փորձության ժամանակ, որ մեզ միայնակ չթողեցիր։ Դու որ մեր ձեռքը միշտ բռնած առաջնորդներ, մենք քո ձեռքը թողեցինք, փախանք, սայթակեցինք, բայց դու նորից մեզ բարձրացրեցիր, նորից ենք ընտրում, բարձրացում ես, որպեսզի մեր կամքը չչուլանա, մեր սիրտը չտկարանա, մեր սիրտը չքարանա, մեր շուրթերը չպապակեն, այլ կարողանանք այդ սիրով քեզ միշտ փնտրել եւ մեր հավիտենական կյանքի նավանգիստը հասնել քո ողորմության, մեր Հիսուս Քրիստոսի շնորհներով եւ Սուրբ Հոգու հետ միասին։ Այժմ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Աստված